ներկայացնել, կփորձեմ ելույթս կառուցել հետևյալ կերպ։ Կարճ լինելու ավելի շատ ժամանակ կցանկանայի թողնել հարց ու պատասխանի հատվածին, որտեղ դա ավելի մեծ հնարավորություն է տալիս, թե որ հարցերն են այն ներվը, որը ուզում է մեր ժողովրդին, եւ հաշվի առնելով, որ ստեղ նաեւ հավաքված այն մարդիկն են, ովքեր ակտիվ մասնակցություն են ունենալու ընտրական գործընթացներին, կփորձեմ անդրադարձ կատարել, թե ինչ վիճակում ենք այսօր, ինչ փուլում ենք գտնվում այս նախընտրական գործընթացների մեջ։ Ուրեմն այս տարի բոլորը դիրքավորվում են, թե ինչ ծրագրերով եւ ընդհանրապես ինչպես են հանդես գալու մեր ժողովրդի առջեւ այս նախընտրական փուլում։ Մեր դիրքավորումը դուք արդեն տեսել եք։ Ինչն է դրական այս ամբողջ գործընթացում։ Եվ սա չափազանց կարևոր է, որտեղ մենք վերջին մի քանի ամսվա ընթացքում անընդհատ խոսում ենք դրա մասին, որ պետք է ձևավորվեն խոշոր ընտրական միավորներ։ Ոչ թե մասնակցել օրինակ դիմադիր դաշտից 20-25 տարբեր կուսակցություններ կամ դաշինքներ, այլ ձևավորվել խոշոր միավորներ։ Ըստ էության այս գործընթացը գնում է, եւ սա ես բավական դրական եմ համարում, որովհետեւ սա հնարավորություն է տալիս առաջի հերթին չփոշիացնել ձայները եւ երկրորդը հնարավորություն է տալիս ավելի հստակ ծրագրերով 3-4 դիմադիր միավորներով մտնել լուրջ պայքարի մեջ մեկ միավորի հետ։ Միավորի, որը զավթել է իշխանությունը եւ որը մեզ տանում է ոչ ոք չի հասկանում, թե ուր։ Կարծում եմ իրենք էլ չեն հասկանում, թե ուր են տանում այս երկիրը։ Դրականը նաեւ այն է, որ իշխանությունը սատելիկ կուսակցություններ չունի, որոնք ինչ որ ձևով նույնիսկ տեսական հնարավորություն ունեն հաղթահարել այդ 4%-անոց նախընտրական շերտը։ Ուրեմն արդեն ձևավորվում է մի դաշտ, երբ լինելու են խոշոր ընդդիմադիր միավորներ եւ մեկ իշխանական միավոր։ Եվ եթե այդ ընդդիմադիր դաշտը համակարգված աշխատի, եթե իրար դեմ չաշխատի, այլ բոլորը թիրախավորեն նրանք, ովքեր արհալիք են բերել Հայաստանի Հանրապետության գլխին, ապա վստահությունը իմ մոտ շատ մեծ է, որ հաջողություն անպայման ունենալու է։ Մենք պատրաստ ենք նման կարգի աշխատանքի եւ այդ մասին մեր դաշինքի անդամները բազմաթիվ անգամ տարբեր հրապարակային ելույթներում նշում են։ Սա ուղղակի մի քանի խոսքով ես նկարագրեցի այն ֆորմատը մասնակցության, որ այսօր արդեն ձևավորման փուլում է, արդեն նախանշվում է։ Հիմա բովանդակության տեսանկյունից ինչ վիճակում ենք մենք գտնվում ընդհանրապես։ Ես չեմ նախանձում այս փուլում իշխանության։ Նայեք, իրենց համար բավական դժվար է ինչ-որ խոստումներով հանդես գալ մեր ժողովրդի առջև։ Ինչ պիտի ասեմ։ Առաջին, մարդիկ ասելու են, դա 8 տարի իշխանության գլխին եք, այդ ինչ-որ խոսք եք տալիս, դա պետք է արածենեք, ինչու չեք արած։ Եվ երկրորդը, ամեն մարդ, եթե բացում է իրենց նախընտրական ծրագիրը 21 թվականին, տեսնում է, որ առնվազն 80%-ով արել են ճիշտ հակառակը նրան, ինչ խոստացել։ Եվ հարց առաջանում ձեր խոստումները, ձեր ասածները որոշի արժեք ուղղակի չունի, քանի որ մենք այդ փորձը հարաբերվելու նմանատիպ իշխանության հետ արդեն ունենք, որ դուք կարող եք ասել մեկ բան եւ կյանքում անել ճիշտ հակառակը։ Եվ այս պատճառով իմ տպավորությամբ իրենք մի թեզ է միայն մեջտեղ բերելու, եթե մենք չենք, ապա պատերազմ է կնենք։
ամենից վտանգավոր թեզն է, բայց նաև ամենից ստորացուցիչ։ Աննա Գրիգորյանը ասաց, որ սեփական ժողովրդի գլխին Ալիև տղային վերում, որի բոբոսարկելով, որ ես արձակվեն, ևս քվերներ փորձեն դրանից։ Բայց մենք սա կանխատեսում էինք, եթե հիշում եք մեր հրապարակային ելույթներում, որ մենք տարի առաջ, մի քանիս առաջ, նույնիսկ ավելի հետ եթե գնանք, միշտ ասում էինք, որ սա միակ թեզն է, որից այս իշխանությունը փորձելով ակարչել եւ ինչ որ ձև բախի մտնելով, սերմանելով, պատերազմից բախի մտնելով ստեղծելով, փորձել եւս ինչ որ կանակի ձայներ ստանալ։ Սա է ընդհանուր այդ պատկերը, որ այսօր ձևավորվում է եւ ես համոզմունք ունեմ, որ մի քանի անգամ ասել եմ կրկնել, որ եթե մեկը քեզ տապել է մեկ անգամ համոտ երեք, եթե տապել է երկրորդ անգամ համոտ քեզ։ Ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը ուղղակի թույլ չի տալու, որ իրեն խաբել 100-րդ անգամ։ 100 անգամ խաբողի անունը մի քիչ ուրիշ է ասում, ես չեմ ուզում այդ անունը ստեղծել։ Որտեղ ոչ եկավարական, և համոզված են, որ այսպիսի բան տեղի չի ունենալ։ Մենք Կարոզարշավը իշխանությունը սկսել է մոտ մեկ տարի։ Տարբեր ֆորմատներով փորձում են ինչ-որ նոր հետաքրքրություն ստեղծել մեր ժողովրդի մոտ։ Հիմա թիթիզ ավտոբուսի թեման է վարկանալի օգտագործում։ Այլ քաղաքական ուժերն անդիմադիր դաշտի սկսել են մոտարապես աշնանը, նոյեմբեր ամիսներից, մենք սկսել ենք ընդամենը ամսի 16-ից։ Մակարելի ասել, թե մենք ուշանում ենք։ Մեր կարծիքով ուրիշները շուտ են սկսել կան անհրաժեշտ է։ Ծանայած ինչ հայացքով նայեն կողակի այս գործընթացին։ Եվ մենք ամբողջ թափով եւ համոզմունքով մտնում ենք այս պայքարի մեջ։ Ես ունեմ խոր վստահություն, որ հաջողության հասնելու ենք եւ այդ հաջողության մեջ զգալի գումար ունենալու եք դուք։ Երևի այսքանով ամփոփեմ ուղղակի եւ մի ուսացնենք ավելի ինտերակտիվ հատվածի մեր հանդիպման